Հարությունը 16 տարի օգտվում է ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Ասում է, այս տարի ապայի գինը աննախադեպ է թանկացել։ Եթե նախորդ տարիներին նա նվազագույնը վճարում էր 15-ից 20 հազար դրամ, այս տարի վճարում է 20-ից 30%-ով ավելի։ Ես անցած տարի եւ նախորդ տարիներին վճարել եմ 20 հազար դրամ, այս տարի բարձրացել է արդեն մինիմալը 26500 դրամ եւ պլյուս, կախված ապահովագրական ընկերությունից, որը երբ որ տոկոս ես վերածում, առնվազն 30% բարձրացել է գինը։ Այս տարվա հունվար-նոյեմբերին ապահովագրող կազմակերպությունների կողմից հատուցման չափը անցել է 21 միլիարդը, մինչդեռ նախորդ տարի դեկտեմբերը ներառյալ 19 միլիարդ դրամ է եղել։ Ապահովագրող ընկերություններին վթարներով դիմողների թիվը 4%-ով նվազել է, բայց ինչպես է ստացվում, որ ընկերությունները ավելի մեծ գումար են հատուցում, բացատրում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։ Խոշոր վթարներ են եղել գույքային հատուցման թվերն են մեծ, որտեղ սենց ասեմ, մեր մոտ քանի որ պայստամասերի արժեքներն է փոխվում, հա, ու կատարված վերանորոգման ծառայության արժեքներն է փոխվում, ապա հատուցման թիվն էլ է փոխվում։ Մալուսային նվազագույն 1 դաս ունեցող վարորդը ամենաքիչը 25 հազար դրամ պետք է վճարի ապահովագրող ընկերությանը։ Հարությունն ասում է, առաջին դասի վարորդների համար գների բարձրացումը տրամաբանական չէ, որովհետև իրենց մասնակցությամբ վթարների հավանականությունը շատ փոքր է։ Գոնե առաջի դասի վարորդները ընդհանրապես վթար չեն ունենում։ Ինչ է գոնե իրանց վճարը կամայականորեն այդպես բարձրացնում, ինչի պետք է առաջի դասի վարորդները տուժեն մեքենաների գնի կամ ավտոպայստամասերի գնի թանկացումից։ Թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը, ավտոապահովագրողների բյուրոն հրաժարվեց մեկնաբանել։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության նախագահը բացատրեց, դա կապ ունի մի շարք գործոնների, այդ թվում հատուցման գումարի չափի բարձրացման հետ, որն իր հերթին հետևանք է ավտոպահեստամասերի թանկացման։ Հատուցման չափի աճը նախ ավտոպարկի թարմացումից էլ է պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետությունում այս վերջի տարիներին նոր մեքենաներ են ներմուծվել շատ, հա, էլեկտրական մեքենաները կարելի ասել, որոնց պայստամասերի արժեքները անհամեմատ բարձր են։ Ավտոապահովագրողների սակագնային քաղաքականությունը կապված է նաև մեքենայի տեսակից, բնակության վայրից, ընկերության մատուցած լրացուցիչ ծառայություններից, բայց գնի վրա մեծ ազդեցություն ունեն շուկայական գործոնները։ Մինչ համակարգը փորձում է հավասարակշռել աճող հատուցումների բեռը, կարգապահ վարորդները վճարում են տասնյակ տոկոսներով ավելի գումար։